Հայք, Իրանի դեմ պատերազմ է սկսել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Պատերազմը ամենայն հավանականությամբ ինչ-որ ժամանակ կտևի, արդյունքները հասկանալի չեն, ամենայն դեպս այս պահին մենք չենք կարող հստակ ասել, թե ինչ իրավիճակ կստեղծվի, ինչ զարգացումներ կլինեն, սակայն որոշակի հետևություններ մենք կարող ենք անել։ Հիմա որն է առաջի հետևությունը իմ տեսակետից։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որը հանրությանը փորձում է համոզել, որ իրենք բերում են խաղաղություն եւ մոտակա ընտրությունները պատերազմի եւ խաղաղության միջև են։ Իրենք խաղաղություն բերողն են։ Եվ որպես խաղաղության երաշխիք իրենք նշում են այդ Թրամփի ճանապարհը, թրիփը։ Հիմա ենթադրենք այդ թրիփը արդեն գործում էր ամերիկյան ինչ-որ կազմակերպություն այնտեղ գտնվում է, բնականաբար այնտեղ որոշակի սարքավորումներ էին լինելու հետախուզական եւ այլն, եւ այս իրավիճակում արդյոք Իրանը չէր ռմբակոծելու լեգիտիմ հիմքեր ունենալով Հայաստանի տարածքը, այնպես ինչպես ռմբակոծում է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ այլն, հա, Միացյալ Նահանգների ավիակիրները, նավերը, նավթատարները եւ այլն, որովհետեւ եթե մի երկիր էգզիստենցիալ գոյաբանական վտանգի առաջ է գտնվում, ինքը բոլոր քայլերի ընդունակ է եւ դա ճիշտ է այդ երկրի անվտանգության առումով։ Հիմա արդյոք այդ թրիփը այս իրավիճակում բերելու էր խաղաղություն, թե բերելու էր պատերազմ։ Հարցերը շատ են։ Սկսեմ փորձեմ հիշել կոտրված գնահատականները սկզբից։ Նախ որ Իրանի դեմ Իսրայելն ու Միացյալ Նահանգները պատերազմ են մղում։ Օրինակ ռազմական գործողությունները ամեն ռազմական գործողություն չի որ պատերազմը։ Նրանց այդ գործողության նպատակը որն է։ Օրինակ ինչ նպատակ է հետապնդում այս պահին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Ես կարծում եմ իմ գնահատմամբ դա նույն նպատակն է, ինչ երկու անգամ փորձեց անցյալ տարի հունիս ամսին եւ անցյալ տարվա դեկտեմբեր, այս տարվա հունվար ամիսներին։ Իշխանափոխություն։ Դա պատերազմ չի։ Այսինքն օգտագործում է գործիքակազմ իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա երրորդ փորձն է արվում։ Օգտագործում է գործիքակազմ, հրթիռակոծում, ռմբակոծում, ներսում անկայունության օջախների ստեղծում, անջատողական տրամադրությունների գեներացնում, 5-րդ, 6-րդ շարասյան ակտիվացում, որից հետո ենթադրենք 90 միլիոնանոց Իրանի տարբեր կրոնական համայնքների կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միլիոններով դուրս են հորդում փողոց, ոստիկանությունը բանակը անցնում է ժողովրդի կողմը եւ իշխանությունները հրաժարական են տալիս։ Օրինակ տեսականորեն, այսինքն այս սցենարը խնդիրը ինչ չի, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խնդիր են դրել զորքեր մտցնել, մտնել Թեհրան, կառավարության շենքը գրավել եւ այդ շենքի վրա բարձրացնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի դրոշ։ Նման խնդիր չկա դրած։ Հետաբար սա ես գնահատում եմ ոչ թե պատերազմ, այլ իշխանափոխության փորձ, այլ գործիքակազմում։ Մենք գործիքակազմերը գիտենք սովորաբար այնպես ինչպես եղավ 2018-ին Հայաստանում։ Եղել է միջինասիական հանրապետություններում, արաբական աշխարհում գունավոր հեղափոխության այլ գործիքակազմով, Ուկրաինայում ավելի արյունով իշխանափոխություն, բայց մենք չենք տեսել, որ ռազմական գործողություններով իշխանափոխության փորձ արվել, սա էլ տեսանք կոնկրետ հիմա Իրանում այդ փորձն է։ Հիմա Իրանը ում է թիրախավորել։ Ուշադրություն դարձրեք, Իրանը 15 պետության տարածքում հարվածում է Միացյալ Նահանգների, Բրիտանիայի բազաներին, ռազմական բազաներին։ Այսինքն ռազմական կառույցների ենթակառույցներին հարվածում։ Ինչու՞, որովհետև այդ բազաներից ինքը ունի Իրանը որպես թիրախ հարվածելու գնահատում, այսինքն բազաներից ինքնաթիռներ կարող են թռչել, բազաներում կարող են հակահրթիռային պաշտպանության սարքեր աշխատել, հակաօդային պաշտպանության սարքեր, այդ բազաներում կան օդանավականներ, որտեղից օդուժը կարող է աշխատել, այո, հեռու կամ մոտիկ, այսինքն բազաները կոնկրետ իրենք առարկական վտանգ են ներկայացնում կոնկրետ Իրանին։ Եվ պատահական չի, որ ասենք օրինակ բազայի մեջ մտնում է տեխնիկան, մտնում է նաև անձնակազմը, չէ՞։ Օրինակ անձնակազմը տարբեր երկրներում արաբական։ Հիմա Իրանի կոշտ պատասխանից հետո թաքնվում էր հյուրանոցներում։ Հիմա Իրանը հարվածում է հյուրանոցներում, իմանալով, որ այդ հյուրանոցներում, ասենք, բազայի անձնակազմը մի մասն է։ Իր համար թիրախ է բազայի ամեն ինչը։ Այդ ու նաև անձնակազմ, կապ չունի անձնակազմ որտեղ է։ Հյուրանոցում է, բազայի տարածքում է, թե այլ շենքերում ինքը հարվածելու։
Հիմա գանք Հայաստանին այս ճանապարհին։ Այսինքն ինչ դաս մենք կարող ենք քաղել։ Ես զուգահեռում եմ, թե Իրանը այս պահին, վաղուց չգիտեմ, կարող այլ որոշում կայացվի, բայց ես արձանագրում եմ, որ Իրանը այս պահին իր համար որպես թիրախ ումա դիտում։ Իհարկե, նաև Իսրայելի տարածքին այն հարվածում, նաև ամերիկյան ավիակիրներին ծոցում գտնվող իր համար դեռևս պետությունների ճանապարհները, որով տեսականորեն կարող է զորք, զենք տեղափոխվի կամ օդային տարածք տրամադրվի։ Օրինակ ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը իր օդային տարածքը տրամադրում է։ Օրինակ երեք Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ այցելել է զորամասեր իբր ստուգելու օդանավականներում հակաօդային պաշտպանության սարքերի կենսունակությունը, աշխատունակությունը։ Ասենք ինչու են գնում եւ ինչու ինչ խնդիր կա օդանավականների հետ կապված, հա, ինչ որ բան այն չի։ Ճիշտ է, ասենք դրան զուգահեռ այստեղ Հայաստանում մենք տեսնում ենք ինչով են զբաղվում, հա, իշխանություն կոչվածը։ Բայց արձանագրում ենք այսպես. Իրանը դեռևս չի թիրախավորում այն պետություններին, որի տարածքի օդային մասը, ցամաքային մասը կարող է օգտագործվել այլ պետությունների, իր դեմ պատերազմող պետությունների համար։ Դեռևս դրանց չի հարվածում։ Օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում Իրանի սահմանին 42 կիլոմետրով սահման, եթե այդ սահմանը օգտագործվի տարածք անձնակազմի տեղափոխման, հետախուզական աշխատանքների կամ ինչ որ տեխնիկական միջոցներ բերեն եւ այդտեղից օրինակ անօթաչու թռչող սարքեր, հա, սահմանից ամերիկյան սկսեն աշխատել բանի դեմ, Իրանի դեմ։ Եվ վստահաբար առանց որ հարվածների ուշադրություն դարձրեք ԱՄՆ-ի եւ Իսրայելի, Իրանի հիմնական հյուսիսային մասերում է հարվածները, հա, բացի Բուշերից, հարավնդեղ Թեհրան, Սպահան եւ այլն էլի։ Եվ այդ առումով, եթե Հայաստանում օգտագործվի տարածքը կամ մեր տարածքից անօթաչուն եւ այլն, վստահաբար Իրանը դիտելու է որպես թիրախ եւ հարվածելու է։ Ուղղակի Էսպանիան իր համար ինքը առաջնահերթ չի նայում բոլոր այն պետություններին թիրախավորել, որի ասենք կարող է օդային տարածք աշխատում, կարող է ցամաքային ճանապարհ ինչ որ ձևով թաքուն աշխատում, հետախուզական ինչ որ տվյալներ, առայժմ չի անում։ Հայկ, խնդիրը քաղաքական էր, այսինքն որն է ճիշտ քաղաքականություն վարելը։ Այսինքն քաղաքականություն վարելը մոտակա 30, 40, 50 տարվա կտրվածքով, այսինքն Հայաստանի անվտանգային համակարգը ինչպես է լինելու։ Հարցը հետևյալն է. եթե դու մի քաղաքականություն ես վարում, մտնում ես մեծ խաղի մեջ լինելով փոքր երկիր, եւ դու կարող են քեզ օգտագործվել քո հարևան երկրների դեմ, սա դաս է, որ դու կարող ես հարված ստանալ։ Կամ երկրորդ տարբերակը, եթե դու հավասարակշռում ես կողքի մեծ երկրների շահերը, դու դառնում ես խաղաղության տարածք։ Հիմա հարցը այն չէ, որ այս պահին Իրանը կհարվածի Հայաստան, թե չէ, մենք չգիտենք 10 տարի հետո, 15 տարի հետո, 20 տարի հետո ինչ դասավորվածություն է լինելու։ Հարցը այն է, երբ որ դու մեծ խաղի մեջ ես մտնում որպես կողմ, ինչպես Ուկրաինան, դու դառնում ես պատերազմի տարածք։ Իսկ այսօր մենք ունենք մի իշխանություն, որը մեծ խաղի մեջ փորձում է դառնալ կողմ, եւ դա ասում է բերում է խաղաղություն։ Դասը իմ տեսակետից այն է, որ այս քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, Հայաստանը դարձնելու է պատերազմի տարածք։ Ես հարցը ոնց սկսեցի, եթե ենթադրենք տրիպը արդեն գործում էր, դա ինչ է նշանակում։ Այնտեղ խոսում է, չէ, Հայաստանի կառավարությունը ծրագիր է ստեղծել, իրական Հայաստանի տնտեսական ծրագիր, որտեղ ինչ է ասում է, մենք արհեստական բանականություն ենք օգտագործելու մաքսային եւ հարկային համակարգի համար եւ այլն, հա, այսինքն թրիփում օգտագործվելու արհեստական բանականություն։ Այսօր Միացյալ Նահանգները արհեստական բանականության միջոցով թռչող սարքեր է արդեն գործարկում Իրանի դեմ, որը դրա միջոցով ռմբակոծում է Իրանը, հա։ Հիմա եթե մենք մտնում ենք այս համակարգի մեջ, արդեն մենք փորձել ենք մտնել։ Մենք ասելով նկատում ենք, որ իշխանությունը, այո։ Եթե մեր մոտ արհեստական բանականության հզորագույն կենտրոն է, որը Հայաստանը չի լինելու, Հայաստանը չի սպասարկելու դա որը վստահաբար։ գործող վարչապետը, որ ասում է, այս մաքսատունները աշխատելու է արհեստական բանականության միջոցով։ Արհեստական բանականությունը ծրագրերը մենք չենք վերահսկելու, չէ՞, բնականաբար։ Չեք էլ աշխատացնել, ձեզ նման իրավունք չի էլ տրվելու։ Հիմա արդյոք մենք ինչպես Քուվեյթը, ինչպես Էմիրատները, ինչպես Սաուդյան Արաբիան դառնում ենք սպասարկող երկիր մեր հարևան երկրի կամ հարևան երկրների դեմ։ Այո, այո։ Եվ դա նշանակում է, այս գործող իշխանությունը մեզ տանում է պատերազմի Չէ, խաղաղության։ դու պատերազմի չէ, ասենք այսպես, մեր կոնկրետ
Իրանի հարևան Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը դառնում է գործիք այն պետությունների, որոնք Իրան դիտում են որպես թշնամի, որոնք այս կամ այն չափով, այս կամ այն ժամանակահատվածում Իրան դեմ գործողություններ արել։ Հետո պատերազմը միայն մարտի դաշտը չի։ Բնականաբար։ Պատերազմը ինքը 3 կարևորագույն կոմպոնենտ ունի։ Գետնի վրա անվտանգային, որտեղ ռազմական բախումներն են, տնտեսական եւ տեղեկատվական։ Իսկ ով ասում, որ հիմա ասենք, եթե ռազմական բախումը ենթադրենք ինչ-որ մի պահ կանգնում է, Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ դաշնակիցները Իրանի դեմ չեն շարունակի տնտեսական եւ տեղեկատվական պատերազմ։ Իհարկե շարունակելու են, չէ՞, ակնհայտ է։ Եվ այստեղ Հայաստանը արդեն իսկ որպես գործիք օգտագործելու է։ Եվ իդեպ Միացյալ Նահանգները ձեր կարծիքը չեն էլ հարցնի, այսպես ասենք։ Հայ գանք երկրորդ այդ նախընտրական քարոզչությանը, որ Հայաստանի գործող կառավարությունը ցանկանում է Հայաստանը դարձնել խաղաղության խաչմերուկ։ Այսինքն այստեղ տնտեսական ինչ-որ կոմունիկացիաներ են գործելու, ապրանքներ են գնալու եւ այլն, Չինաստանից մինչեւ Եվրոպա, մինչեւ Պարսից ծոց եւ այլն, եւ Հայաստան սկսելու է տնտեսապես ծաղկել։ Հիմա դու խոսում ես նպատակների մասին, շատ լրջագույն վերլուծություններ կան աշխարհի լավագույն փորձագետների եւ մասնագետների կողմից, որոնք Իրանի պատերազմը այլ տեսանկյունով են նայում, այսինքն որն էր իրական նպատակը նրանք նշում են արդեն ոչ միայն Իսրայելն է, ոչ միայն միջուկային զենք ստեղծելն է, այլ ավելի լուրջ պատճառներ կան։ Այսինքն Իրանը ինքը սպասարկում է Չինաստանին վառելիքով եւ Իրանի վառելիքը շատ կարեւոր է, այսինքն Իրանին նման եղանակով վերահսկողության տակ վերցնելը, այսինքն դու ասեցիր, չէ, պատերազմ չի, այլ նպատակը վերահսկողության տակ վերցնելն է։ Կառավարելի դարձնել իր կողմից։ Այսինքն Չինաստանին կտրել վառելիքի բազայից, այսինքն Չինաստանի տնտեսությանը մահացու հարված հասցնել։ Եվ երկրորդ նպատակը այն են համարում, որ քանի որ BRICS-ը եւ այլն փորձում են այնպիսի տնտեսական գործիքներ ստեղծել, որ բանկային վերահսկողությունը ամբողջովին չլինի Միացյալ Նահանգների կողմից։ Եվ այդ առումով նաև շատ կարևոր նպատակ են համարում, օրինակ Իրանի կենտրոնական բանկը վերահսկողության տակ վերցնելը, որ հետո անցնեն արդեն հաջորդ քայլով Չինաստանին։ Հիմա եթե դա է նպատակը, ապա արդյոք Հայաստանը խաղաղության խաչմերուկ է դառնում եւ տնտեսությունը զարգանում է։ Այսինքն խնդիրը ոչ թե տնտեսություն զարգանալն է, այլ այն, որ այդ ճանապարհը, որը Չինաստանից մինչև Եվրոպա, Պարսից ծոց պետք է գնա, վերահսկողության տակ վերցնել եւ կարող է ճիշտ հակառակը, որ չաշխատի։ Դու BRICS-ի մասին ասիր, ես մի փոքր այլ կտրվածքով նայեմ, թեև քո տված երկու գնահատականներից առաջինի մասին ես բարբերաբար բարձրաձայնում եմ, նավթի հետ կապված, Չինաստանի տնտեսության հարված, բայց երկրորդ կոմպոնենտը եւս կա։ Ուղղակի դա իմ կարծիքով BRICS-ով չի արվում, դա Շանհայի տնտեսական համագործակցությունով է արվում, որտեղ BRICS-ը, այսպես ասենք, դեռևս ցանկությունների դաշտ է, առարկայական ինստիտուցիոնալ առումով BRICS-ը որպես այդպեսին կայացած չի, ի տարբերություն Շանհայի տնտեսական համագործակցության, որը առավել քան համոզված եմ, շուտով կդառնա այդ կազմակերպության անդամ երկրների համար ռազմաքաղաքական դաշինք որպես միավոր։ Տեսեք, տնտեսականը ես ասում եմ ռազմաքաղաքական դաշինք։ Հիմա հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները միջուկային որպես գերտերություն ունի գործնականում մրցակիցներ, որոնց հաղթել հնարավոր չի, նվազագույնը Ռուսաստանին, հա։ Իսկ ինքը պետք է համակերպվի Ռուսաստանի միջուկային գերտերության հանգամանքի հետ։ Ինքը պետք է համակերպվի Չինաստանի հզոր տնտեսության հետ, բայց համակերպվելով հանդերձ Չինաստանին կարող է հաղթել տնտեսությամբ, կոնկրետ մի դրվագը դա նավթի հետ կապված։ Պատահական չի, որ դեպքերը եղավ Վենեսուելայում, որտեղ նույն Չինաստանը նավթ էր գնում ծառայել եւ Իրանում։ Հիմա Չինաստանի տնտեսությանը կարելի է հաղթել նաեւ ինչի համար։ Այն ինչի մասին դու ասացիր, ես կարծում եմ դա կարեւոր է։ Ես որոշակի տեղեկատվություն ունեմ, առայն որ Չինաստանը իր արժույթը յուանը դարձնում է ոսկով ապահոված եւ դա արդեն խիստ առարկայական գետնի վրա է անում։ Երկար ու ձիգ տարիներ Չինաստանը ոսկու հսկայական պաշարներ է կուտակել եւ պատկերացրեք, եթե այսօր երկիր մուրակի վրա չկա արժույթ, որը ոսկով ապահովեցնի։ Մի ժամանակ դոլարներ, որը հայտնի դեպքերից Դե Գոլի ժամանակներից
Նիքսոնի ժամանակ փաստորեն հետ կանգնեցին, ոսկով ապահոված, այսինքն դոլար ոչով ապահոված չի, մի նման փորձ արվեց, որով իր կյանքով հատուցեց Լիբիայի նախագահ Կադաֆին, որը փորձում էր ուրեմն դինարը ոսկով ապահոված դնել, իսկ դա փաստորեն մրցակից է դոլարին, ցանկացած արժույթ, որը ոսկով մի օրինակ եւս բերեմ, որը կյանքով հատուցեց, Քենեդու սպանությունը ուղղակիորեն կապվում է այն փաստհետ, որ Քենեդին դոլարը, որը ֆեդերալ ռեզերվային համակարգի, այսինքն մասնավոր բանկերի սեփականությունն է, ամերիկյան դոլար, որը արծաթով է ապահովում, ընդ որում մի քանի տասնյակ միլիոն դոլար արծաթով ապահոված եւ իր վրա նշում արած արդեն տպվել էր եւ նաեւ Քենեդին ուզում էր այդ բանը ռեզերվային ֆոնդը իր վերահսկողության նույն ինչ որ Տրամպն է, հիմա Տրամպն է ուզում, բայց չի կարողանում հիմա։ Եվ նայեք դոլարին ձեռնոց անետում ոչ ավելի ոչ պակաս Չինաստանը, երբ որ յուանը ինչ որ ժամանակ հետո դառնա համաշխարհային վալյուտա ապահոված ոսկով։ Այբ որ դուք ասում եք բանկային համակարգ Իրանի հետ կապված, բնականաբար Չինաստանը, երբ որ յուանը դարձնելու է ոսկով ապահոված համաշխարհային վալյուտա, իր դաշնակից երկրների բանկային համակարգներն են չեմ մտնելու ոսկով ապահոված յուանի սպասարկման տիրույթ առաջինը, որոնց մեջ առաջիններից մեկը լինելու է նույն Իրանը։ Այսինքն ես ենթադրում եմ այն տեղեկատվությունը, որ դու բարձրաձայնեցիր, ամենայն հավանականությամբ ամերիկյան կողմը իրազեկա նախ քանի որ ասենք այն ինչ որ ասում գաղտնիք չի յուանը ոսկով ապահովելու եւ այդ քայլերը կոնկրետ Չինաստանը շուտով դրա մասին կբարձրաձայնի, բայց որ Իրանը արդեն մտել այդ պրոյեկտի մեջ, դե 1 տրիլիոն դոլարի նավթի վաճառքի պայմանագիր ա կնքել 10-15 տարվա, դա բավականին լուրջ թիվ է, էլի։ Մի կողմից եթե Իրանում իշխանափոխություն ա լինում, այդ նավթը այլևս չի գնում Չինաստան, կամ այս եթե երկար ձգվի նավթի գները բավականին կտրուկ կարող են բարձրանալ, որը եւս հարված է Չինաստանի տնտեսությանը, որտեղ նա հոսանքի արտադրության 80% նստած է նավթի վրա։ Եվ պլյուս բանկային համակարգը, ինչ որ ոսկով ապահոված յուանն է, երևի թե կարծում եմ Իրանը իր համաձայնությունը տվել է ամբողջովին Չինաստանի տնտեսական, չասեմ էքսպանսիա, բայց ծրագրերի մեջ կարևորագույն դերակատար ունենա։ Նայ Հայկ, Միացյալ Նահանգները ինչ քաղաքականություն է վարում։ Վենեսուելայում ինքը երբ որ սանկցիաների տակ էր վերցրել Վենեսուելան, հիմա ասում է Վենեսուելայի նավթը բոլորը կարող են գնել իմ միջոցով։ Այսինքն իրենք Վենեսուելայի նավթը գնում են Միացյալ Նահանգներից։ Ռուսաստանի հետ կապված, երբ որ այդ հյուսային հոսքը պայթեցրեցին, Եվրոպան տնտեսական վառելիքի ճգնաժամ ապրեց, հետո փորձեց այդ վառելիքի ճգնաժամը նույն գազը Քաթարից էր հիմնականում ստանում, հիմա նորից Քաթարից կտրվեց տնտեսական ճգնաժամը կխորանա։ Միացյալ Նահանգները ինչ ասում է ես գամ դա վերահսկողությունը վերցնեմ ինձ հյուսային հոսքի Ռուսաստանից գնեմ գազը, վաճառեմ Եվրոպային, հա, ու մեջը իմ գումարը ունենամ։ Եվ ըստ էության ինքը Իրանում փորձում է վերահսկողության տակ վերցնել Իրանը, եւ Իրանի նավթը արդեն կգնեն Միացյալ Նահանգներին։ Իսկ գազը 17% աշխարհի գազի պաշարը Իրանում է, դա բավական լուրջ թիվ է։ Հայկ նայ, ուրեմն այնտեղ մի հատ մեծ հսկայական գազի ավազան կա, միասնական, որը մի կողմից Քաթարն է հանում, մյուս կողմից Իրանը կարա հանեն, այնտեղ տեխնիկական միջոցներ են պետք։ Այսինքն Քաթարի գազը դա նաև Իրանի գազն է, նույն հանքն է տարբեր կողմերից մտած։ Իրանը չի կարողանում դա շահագործի, բանը շահագործում է, հա, Քուվեյթը Քաթարը շահագործում է։ Հիմա խնդիրը հետևյալն է, այսինքն Միացյալ Նահանգները նման քաղաքականություն է վարում եւ մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը, որը ասեց հիմա կարևորը հաղթանակն է եւ մենք պետք է հաղթենք բոլոր եղանակներով եւ պետական շինարարություն ուրիշ երկրների մասին ժողովրդավարություն, դեմոկրատիա, այդ հիմար բաները մենք մի կողմ ենք գնում, կյանքը բերել է 4 պայքարի ու բոլոր եղանակները։ Նաեւ ասում է պատերազմի կանոնները դա հիմարություն է։ Պատերազմը ոնց կարա կանոններով նպատակը հաղթելն է։ Նպատակը հաղթելն է։ Հիմա հարցը էլի գանք մեր տեղական ընտրություններին։ Մենք մի իշխանություն ունենք եւ դեռ հսկայական սպասարկող մի հատ խոսացող գլուխներ կան, որոնք ասում են, գիտեք ինչ, այստեղ կա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արժեքներ եւ այլն, եւ
արևմտյան աշխարհը, որը այդ արժեքների համար է պայքարում, Միացյալ Նահանգները ասում են, այդ ամեն ինչը սուտ է Ճիշտ է։ եւ հիմարություն է։ Իրենք ասում են, այդ քանի որ թրիփում Միացյալ Նահանգները ներկա է, դա մեր անվտանգության երաշխիքն է։ Ստում են։ Բայց ի տարբերություն թրիփի Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում եւ այլն Միացյալ Նահանգների ռազմական բազաներն են, նաեւ Բրիտանիայի, ինչի չեն պաշտպանում։ Որտեվ 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսից հետո, երբ մի շարք կարևոր որոշումներ ընդունվեց աշխարհակարգի հետ կապված, ամենակարևոր սկզբունքը, որը հիմքը դրվեց պետությունների միջպետական հարաբերությունում, դա տարածքային ամբողջականության սկզբունքն էր, այսինքն չի կարելի մի պետությունը մյուս պետությունից տարածք վերցնել, օկուպացնել եւ այն զսպող ինստիտուտները, գործիքները, որ կային, ՄԱԿ-ը, որ ստեղծել էր անվտանգության խորհուրդ եւ այլն, դա զսպաշապիկ էր շատերի համար։ Հիմա այդ զսպաշապիկը չկա։ Տարածքային ամբողջականությունը որպես պետությունների հարաբերությունների ամենակարևոր, այսպես ուրեմն սկզբունք չի գործում եւ ով վերացրեց Միացյալ Նահանգները, որտեղ ես կարծում եմ Միացյալ Նահանգները շատ վաղուց էր վերացրել, միշտ թաքուն էր անում, Կոսովոյում առաջին, այո, որի վրա ինքը դրեց ինքնորոշման իրավունքի գերակայություն, որը երբեք չի եղել Պոզդամի կոնֆերանսով, սա ինքնորոշման իրավունքը, այնտեղ ուրեմն կետեր կա, երբ որ այդ ժողովրդի, ասենք ազգային փոքրամասնության, կրոնական, էթնիկ, հավատքի եւ այլն իրավունքները ոտնահարվում է, ոչնչացվում է եւ այլն, այլ տարբերակ չկա եւ այլն, միայն անհնարինության դեպքում նոր այդ ժողովրդին տրվում է ուրեմն ում ենթակայությամբ ինքը կա, այդտեղից փոխվելու իրավունք, բայց մինչեւ նախադեպ չկար, վստահաբար Կոսովոյում եւ օրինակ Ուկրաինայում, երբ դեպքերի հատուկ ռազմական գործողությունը եւ 2014-ին Ղրիմի հայտնի դեպքերը որ եղան Դոնեցկ Լուգանսկում, օրինակ Ռուսաստանի նախագահը միշտ այդ օրինակը բերում էր, ասում էր կա նախադեպ Կոսովոյի օրինակը, եթե կա ինքնորոշման իրավունք, ապա այդ ինքնորոշման իրավունքը նաեւ այստեղ պետք է աշխատի։ Հայկ, ես այս խոսակցությունը շատ կարևոր է եւ նման խոսակցությունները պետք է անպայման շարունակել, բայց ես ուզում եմ այսօրվա մեր քննարկումը մի փիլիսոփայական հարցադրումով ավարտել։ Հայկական այս լրատվամիջոցները, խոսացող գլուխները եւ այլն անընդհատ եւ նաեւ իշխանությունը հանրությանը ապատեղեկատվության մեջ են պահում, ստի մեջ են պահում, ասում են ինչ որ արժեքներ կա աշխարհում, ինչ որ անվտանգության համակարգեր կան, թրիփը մեր անվտանգությունն է, խաղաղությունը արդեն եկել է, ժողովրդավարության սկզբունքներ գոյություն ունեն, Հայաստանը խաղաղության եւ ժողովրդավարության տարածքն է, խաղաղությունը արդեն եկել է, դուք ուղղակի չգիտեք, բայց ինքը եկել է։ Հիմա հարցը հետեւյալն է, այս ստի մեջ իրենք փորձում են ընտրություններ կազմակերպել եւ հանրության մի զգալի հատված անընդհատ այդ ստերը լսելով այդ ստերին սկսում է հավատալ։ Հիմա սա լուրջ խնդիր է։ Ասեմ այսպես, հա, կարծում եմ նրանք ովքեր որ իրավիճակը համարժեք են գնահատում, առաջին հերթին իմ կարծիքով փորձագիտական շրջանակները, մասնագետները, այդ թվում նաև ընդդիմադիր հասարակական եւ հասարակական քաղաքական գործիչներն ու կառույցները 24 ժամվա ռեժիմով մեր երկրի քաղաքացիներին պարտավոր են ճշմարտություն իրականությունը ոչ միայն բացատրել, ասենք հավաքների ժամանակ, հանդիպումների ժամանակ, այլ բավականին լավ գործիք կոնկրետ տեսախցիկների առաջ։ Օրինակ ես կարող եմ ասել, պատերազմը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առ այսօր շարունակվում է, Հայաստանը պատերազմի մեջ է։ Ուրեմն պատերազմի 3 հարթություն կա, մի հարթությունը ժամանակավորապես ոչ թե ավարտվել է, այլ հրադադարի ռեժիմ է, որտեղ պատերազմի ավարտի հետ կապված ստորագրվում է պայմանագիր, ամենայն հավանականությամբ հաղթող կողմներից մեկը իր պայմաններն է թելադրում, դիմացինի կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրում։ Հիմա մենք հրադադարի ռեժիմի մեջ ենք, ինչպես 1994 թվականի մայիսի 12-ին եղավ նման հրադադարի ռեժիմ Ռուսաստանի միջնորդությամբ։ Երկրորդ ուղղությունը, որ պատերազմը մեր դեմ մղվում է, դա տնտեսականն է։ Երրորդը տեղեկատվականը, Ադրբեջանը եւ Թուրքիան առավելագույնս մեր դեմ այդ պատերազմը մղում են։ Պատերազմը բնութագրիչը ո՞րն է։ Օրինակ տակ գետնի վրա անվտանգային պատերազմը ինքը երբ որ երկու կողմերը բախվում են, պարտադիր լինի շփում, կոնտակտ, բախում։ Եթե չի լինում, ամեն մեկ ինչպես ասում են, իրենց տանը նստած, որից է խնդիր չկա, չէ, մրցակցություն չկա։ Հիմա նույն տրամաբանությունը աշխատում է նաև տնտեսության եւ քարոզչության ոլորտում։ Օրինակ, երբ որ Ադրբեջանի եւ Թուրքիան առավելագույն տնտեսապես
քո տնտեսության հետ փորձում են շփումների մեջ մտնել, ինտեգրվել, ընդհանուր, օրինակ, էներգետիկ համակարգ սարքել, ընդհանուր հանքարդյունաբերություն ստեղծել, ընդհանուր այսինչի արտադրություն, իրականում Ադրբեջանը եւ Թուրքիայի արչեւ ղեկավարությունը քաղաքական հստակ խնդիր է դրել տնտեսական էքսպանսիայով նվաճել այդ երկիրը տնտեսությամբ, որը եւս պատերազմի էլեմենտ է։ Օրինակ, երրորդ պատերազմի էլեմենտը տեղեկատվական, որտեղ անդադ քո շփումները, կոնտակտները, քո արժեքները ոչնչացնել, վերացական չարժեքներ տեղը տա։ Իդեպ ասեմ, տեղեկատվական պատերազմը ինքը լրջագույն գործիք է, որտեղ խորհրդային միությունը հավաքական արևմուտքին պարտվել է ոչ տնտեսապես, ոչ էլ ռազմի դաշտում, պարտվել է տեղեկատվականով։ Եվ այդ երկրի իշխանությունը փաստորեն տապալվեց եւ արևմուտքը կարողացավ բերել իրեն հլու հնազանդ կամակատար իշխանություն։ Հիմա այստեղ Թուրքիան, Ադրբեջանը առավելություն ունեն։ Իրեն հլու հնազանդ իշխանություն կա, բայց որը չի կարողանում պատերազմի հաղթանակի արդյունքները արձանագրել պայմանագրի տեսքով, չի կարողանում, որտեղ կա դիմադրություն։ Դիմադրության ամենակարևոր առանցքը տեղեկատվականն է, դա եկեղեցին է, տնտեսականը այսօր մեր ժողովուրդն է, այսինքն մեզ չեն հաղթել, բայց այս նոր ընտրություններով, եթե հունիսի 7-ի, հա, վերարտադրվեցին, որին ես խիստ թերահավատ եւ ոչ թե որ կեղծիքներ չեն անելու եւ այլս ամեն ինչ փորձելու են անել, ուղղակի կարծեմ աշխարհի ուժային կենտրոնների բալանսը այստեղ արդեն փոխվել է, ինչևէ, գնահատական է, կարող եք չհամաձայնել կամ մեր լսողները, բայց ես համոզված ասեմ, որ Ադրբեջանը, Թուրքիան այսօր մեր դիմաց իրականացնում են պատերազմ, ընդ որում ունենալով մեր տարածքում 5-րդ շարասյուն։ Իդեմս ոչ ավել, ոչ պակաս, ոչ թե ՀԿ-ների, այլ իշխանությունների։ Այսօր 5-րդ շարասյունը դրսին ծառայող իշխանություններն են։ Ներառյալ նաև 6-րդ շարասյունը։ Այսինքն, եթե մենք ուշադրություն դարձնենք, մեր ժողովուրդը եւ ներսից է բանաղած, պաշարված, եւ դրսից է պաշարված։ Այսինքն մենք երկու ճակատով ենք, կա ներքին թշնամի եւ կա արտաքին թշնամի։ Մեր կռվը երկու ճակատով է գնում։ Եվ կա 7-րդ ճակատը, դա ապակողնորոշված, ստի մեջ ներթափանցած հանրության մի ստվար զանգված։ Շնորհակալություն այսօրվա քննարկման համար։ Ես էլ շնորհակալ եմ համար։